Սերժանտ։ Ես եմ։ Սերժանտ Մինասյան, ինձ մոտ։ Լսում եմ։ Թողնել։ Մինասյան, ձեր վաշտում մեքենայից հասկացող մարդ կա։ Ճիշտ այդպես, պարոն գնդապետ։ Կանչ տուգը։ Ես եմ, պարոն գնդապետ։ Նա այդպես ինչ է եղել։ Լսում եմ։ Если друг оказался вдруг, и не друг, и не враг, а так, если сразу не разберешь, плох он или хорош. Օրապա, ազատ օրապա, համբարձում, Ես է, ինձ մոտ, այդտեղա մի քիչ արագացրու, աղբոտ պես մի վազի, անգնես ոտը ջախես, այդ անգիս դուս արի, հանգիստ քայլի, ես կարամ արագել կամ, պարոն Վարդանյան։ չէ, հանգիստ քայլելը բան, Չնայած մի քիչ վախենում եմ, բա որ հանգարց արագությունը հավաքեմ, հետո տորմուզա բանը։ այդտեղա արի վաշ, Հիմա քայլելով գամ, թե վազեմ։ Թու ես քո չեմ ուզում մի արի, գնա ուրիշի ասա թողա, քեզ չեմ ուզում։ Բայց վաշտում ոչ մեկ չկա, պարոն Վարդանյան, մենակ են Դնևալ Վարոսնա, մեկ էլ Հերթապ Սամուելը։ Չէ, դրանք պետք չեն, դու արի, շուշուտ արի։ Այդտեղ դու աննորմալ չես, ես չեմ հասկանում։ Յանը տարածա, թե մի քիչ կա։ Դե ես իմ, պարոն Վարդանյան։ Ասում է դե ես իմ, լավ թողնել, ես իմ, դոսկի չկա էլ։ Լսի ուշադի ինչ եմ ասում, սա Մատյանա, Մատյան։ Դասկանալ է։ Ինչա։ Դե դասկացա էլի, որ Մատյանը։ Այդ դասկացա չէ, հասկացա։ Ոյ, քո ձեռը, մարդ, մենակ ծերանա, էլի լավա։ Մի խոսքով, գնում ես 4-րդ վաշտ, իրանց ավակին Մուրադյանին գիտես, չէ։ Բաբավա։ Ահա, ենթասպան Մուրադյանն ես տալիս վազելով ու վազելով գալիս ես ինձ զեկուցում ես։ Հասկացար։ Ճիշտ այդպես։ Եկենա։ Լսում եմ։ Անբարձում։ 4-րդ վաշտը այդ կողմի վրա չի, այն կողմի վրա։ Ես էլ ասում եմ հետ։ Ստեղ լրիվ աննորմալ է։ Վերջ, պարոն գնդապետ։ Ապրես։ Մինասյան, դու մեքենա վարել գիտես։ Ճիշտ այդպես։ Ուրեմն սենց ենք անում։ Դու գնավար Գասպարյանին ասա, որ Մինասյանը ինձ հետ է։ Լսում եմ, պարոն գնդապետ։ Դու էլ նստի մեքենա։ Լսում եմ։ Պարոն ենթասպա, ինձ Վարդանյանն է ուղարկել ձեր մոտ, վերցրեք Մատյանը։ Ուր է Մատյանը։ Նոր ձեռս էր, մի քիչ առաջ որ եկա ձեռս էր։ Այդտեղա որ դու ներս մտար, քո ձեռը Մատյան չկար։ Ոչ մի ձեռից մեջ չկա։ Ասում եմ չկար։ Ես ձախ ձեռով էի բռնել, պիտի ձախ ձեռից մեջ ըլներ։ Այ քեզ Մատյան։ Պապիկ արա խայտորակ եղանք հաբեր։ Ես տղեկին խաշտամա էի խոստացել։ Բաղդասյան անձի մերժեց պապիկ։ Արա դե լավ մի մտածի արա է։
Լավ էլի պապիկ արա ոչ չմտածեմ արա։ Այդքան բան արած չլեիս հավաքեցի տղերքին հարցրի ինչ եք ուզում ապեր իշ կուտեք ասին խաշլամա ու ես չկարողամ պատիկ բամ խաշլամա արա։ Երևէ ինչի էր այտենց բանանում երե։ Երե մի հատ իմանայիր հնարավոր չէ նորանեիր։ Մի ոգևորվել ես երե խաշլամա կանեմ խորոված կանեմ դե գնա երե։ Ապեր ես ասի Բաղդասարանացի չի մերժի էլի։ Չէ ապեր։ Լսի պապիկ հիշում ես ապեր որ պատմի է մեր գյուղացու մասին։ Որ մի անգամ գնացի ողջ օրվան բերեցի խաշլամա սարքի տղերքը հաց կերան հիշում ես չէ։ Բեր հիշում եմ հետո ինչ էր։ Այ ապեր հենց իրան պետք է ասեմ ես անգամ էլ։ Երե անցած անգամ երե հրամանատարը Բաղդասարյանը բերեց երե այդ ողջարի փողը տվեց երե բայց անգամ ով է տալու երե։ Բավելի պապիկ արա հո ամեն ինչ փողով չի որոշվում այդ անտերը հա։ Երե հենց էլ փողով է որոշվում։ Փող չկա երե ոչ մի բան էլ չկա երե։ Ոչ մեկ էլ դու ոչ մի բան չես խոստացի պրծա վերջ ապեր երե։ Պապիկ լավ էր արա ոչ չեմ խոստացել է։ Ասում եմ սուս երե դու։ Չէ ապեր համա պետք է մի բան անեմ ես պետք է